Ողջույն կրկին։ Ես պետք է այս ամեն ինչի մի հատ անուն մտածեմ, բայց հետո դա։ Հիմա ուրիշ հարց։ Սիրո թեման շարունակելով եկեք մի հատ բան քննարկենք։ Հիմա եթե ինչ-որ մեկը կոմենտներում գրել է pick me ես ձեր գլուխը հիմա բուն թեմային անց։ Ինչի մասին են այսօրվա աղջիկները մտածում։ Որ ինձ լավ նվերներ անի, որ ինձ լավ տեղեր տանի, չգիտեմ, բրենդային նվերներ, ոսկեղեն եւ այլն, ծաղիկներ, մի փունջը հերիք չի, մի 10 փունջ պետքա ուղարկի, 101 վարդ, եսի ինչ։ Կներեք, իսկ ուրա մնացել են մաքուր ու իսկական սերը, որտեղ կարևոր չի նվերը ու կարևոր չի նվերի քանակությունը, այլ թե մարդ ինչ սրտով է դա քեզ նվիրում։ Իհարկե նվերներաները շատ կարևոր է, մենք աղջիկները սիրում ենք նվերներ ստանալ, ես նույնպես, պարզ է բոլորս։ Բայց պետք չի, այդ ամեն ինչը դարձնել գլխավորը։ Որովհետև դրանից կարևոր վերաբերմունքն է, ժամանակ տրամադրելու ցանկությունն է, քեզ հետ խոսալու ձևն է, մարդկանց հետ շփումն է, ու վերջի վերջո, եթե շփվում ենք ինչ-որ մեկի հետ, մտածելով, որ մենք տվյալ մարդու հետ պետք է ընտանիք կառուցենք, կարևոր չի, թե ինքը քանի հատ վարդ ուղարկեց ձեր տուն, կարևոր է, թե ինչպիսի մարդ է։ Ու եթե դուք սիրում եք, չգիտեմ, նվերի համար ցանկացածի հետ կարելի է շփվել։ Բայց եթե սերը իսկական է, կարևոր չի, թե ինչ նվեր տվեցին քեզ։ Իհարկե մենք բոլորս այս ամեն ինչի մասին խոսում ենք, բայց վերջում գնում ենք էշի ճակատն ենք պաչում, չգիտեմ ինչ ասեմ մեծամասնությանը, երևի տեսնելով մեր կյանքում ինչ-որ մի հատ ոչխարի, ով որ ոչ մի բան չի արել, գնահատում ենք այն մարդկանց, ովքեր մեզ լիքը նվերներ են տալիս, բայց դա այդքան էլ ճիշտ չի ու դա այդքան էլ կարևորը չի իրականում։ Որովհետև մարդ կարա այդ ամեն ինչը անի, բայց անկեղծորեն քեզ չսիրի ու քեզ նվիրված չլինի։ Իսկ ինչն է կարևոր, նվիրվածությունը, սերը, հարգանքը, իրար հասկանալու ընդունակությունը, չգիտեմ, պահվածքը միմյանց նկատմամբ ու նմանատիպ այլ որակումներ, որոնք ավելի կարևոր են, քան թե ինչ-որ մի հատ 100 հազարանոց ոսկե մատանի։